Կոնջոյանի տեխնացությանը եւ նաեւ ուզում ենք մի քանի բան ասել, որը հիմք կտա մեր հայրենակիցներին հասկանալ թե ինչու։ Առաջինը պարոն Կոնջոյանի ընտանիքի անդամի կողմից կառավարվող պետական ընկերությունը իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասը աճել է 163%, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էրնեկյանի գեներացված շահույթը, ով պետության համար աշխատել է եւ այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած 0%։ Ինչ կապ ունի սա պարոն Կոնջոյանի պաշտոնը զբաղեցնելու հետ։ Մի բարձ կապ։ Ազգային ժողովն է վերահսկում այս կառույցը ըտա նախարարության միջոցով եւ կա խորը շահերի բախում։ Մի դեպքում, եթե ազգային ժողովի փոխնախագահը աֆիլիացիա ունի պետական հիմնարկի ղեկավարի հետ, ինչպես ենք մենք կանխելու 88% սակագնի աճը։ Շնորհակալ եմ։